փոքր վաղ, որ քեզ ստրեսի են ենթարկում։ Նայ, ստրեսի ժամանակ երկու հատ համակարգ կա։ Մեկը սիմպաթիկ, պարասիմպաթիկ, մեկը լարում է, մեկը թյուրացնում է, չէ՞։ Ինքը լարում է, ներվդ լարվում է, օրգանդ խցկվում է, ջուրը մեջից դուրս է գալիս, մտնում այլնոտ, տուալետ ես գնում, այլնոտ թանձրում է ու պայքարում ես։ Հետո նորից ռասլաբլենիա չի գնում, որ այդ լարումը շուշտ է, որ երեխուն սաղորը ճնշում է։ Այդ բանը միշտ սխմում, միշտ փչանում է կպման տեղը։ Ներվը ուրիշ ստրուկտուրա ունի, միսը ուրիշ ստրուկտուրա ունի, չէ՞։ Մեկը ուրիշ ձև է սխմում, բացվում, մեկը ուրիշ ձև։ Ու այդ կպման տեղը գեմատոմեկ է առաջանում։ Այդ արդեն չի թողում հոսանքը լավ տա։ Այդ գեմատոմեքի մեջ էլ շատ փոքր միկրոբներ կան, բուներ են դնում, այսպես ասած, ու բորբոքվում է ներվը։ Ներվը բորբոքվում է, հոսանքը գնում է, չի կարող աշխատի, չի աշխատացնում, որ ուժը բորբոքվում, սա մարմինը բանանում, արդեն հիվանդությունը հայտ է գալիս։ Ուժը օրգանը հիվանդանում է, որովհետև օրգանը աշխատում է հոսանքով, այլունը աշխատում է հոսանքով։ Եթե այդ հոսանքն ճիշտ չի գնում, մարմինը հիվանդանում է, շատ պարզ բան է։ Դա որ վերականգնում ես, վсё, մարդ հազարի վրա աշխատում։